2025 թվականին Հայաստանում գործող 17 բանկերը միասին ստացել են 435.5 միլիարդ դրամ զուտ եկամուտ, իսկ վերջին 5 տարում շուրջ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ։ Ընդ որում Հայաստանում գործող երկու բանկերը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 5-րդ եւ 6-րդ տեղերը, միասին ունենալով շուրջ 200 միլիարդ դրամի զուտ եկամուտ, այսինքն բոլոր բանկերի զուտ եկամտի կեսը։ Առաջին անգամ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում որոշ բանկերի բաժնետերեր դարձան դոլարային միլիարդատերեր։ Հայաստանի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 7 տրիլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ հնան կազմում է 10 տրիլիոնից մի փոքր ավելի, այդ 7 տրիլիոնի գերակշիռ մասը կազմում են սպառողական եւ հիփոթեկային վարկերը, ցավոք փոքր ծավալ են կազմում բիզնես վարկերը, Հայաստանում կա շուրջ 2.4 միլիոն վարկառու, որոնցից 2.2 միլիոնը մինչև 3 միլիոն դրամ կազմող վարկեր։ Այդ թվում 1.5 միլիոնն ունի մինչև ընդամենը 600-ից 700 հազար դրամ կազմող սպառողական վարկեր։ 100 հազարավոր մեր հայրենակից վարկառու քաղաքացիներ տարիներ շարունակ գտնվում են վարկային բարձր տոկոսներից առաջացած տուժու տուգանքների տակ։ Լուծում հայտարարել վարկային համաներում տուժու տուգանքների մասով մինչև 3 միլիոն դրամ կազմող վարկերի համար, անկախ նրանից վարկառու քաղաքացիներն աշխատում են թե ոչ։ Լուծում Կենտրոնական բանկը պետք է երաշխավորություն ներկայացնի եւ միջամտություն իրականացնի առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների եւ վարկերի տոկոսների միջև առկա 10-ից 12% մարժան իջեցնելով ու հասցնելով մինչև առավելագույնը 3%-ի։